Սիրելի կշերքներ, բարի լույս, բարի արև, այսօր մարտի 29 է, այսօր նոր ես կարողացա ուրեմն ներկայացնել ձեր քարտեզի համար կանխատեսումը և նշեմ իհարկե շատ ցանկանում էի, որ Վեներայի օրը ըստ իմ օրացույցի այսքան 27-ին լիներ կանխատեսումը, բայց տիեզերքը իր գործն անում է այսպես ասած եւ դա կայացավ այսօր 29-ին, իսկ իմ օրացույցով այն Նեպտունի օրն է, դա ասում է այն մասին, որ շատ կշերքներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով գտնվում են անորոշ վիճակում։ Ահա իդեպ այսօր ավելի շատ նշանների եմ անդրադառնալու եւ դա փաստորեն շատ նշաններ ստացվում է, որ այդպես չստացվեց եւ հիմա նոր է դա ուրեմն ինձ հնարավորություն ընձեռվել նշանակում է շատ նշաններ գտնվում են, նշանների ներկայացուցիչներ գտնվում են անորոշ վիճակում, յուրաքանչյուրը շատ տարբեր իհարկե թեմաներ են, յուրաքանչյուր ըստ իր քարտեզի, իր տարիքին ասենք կամ էլ համապատասխան, ոմանց ուսման թեման է հետաքրքիր, ոմանց մոտ անձնական թեման է, ոմանց մոտ առողջություն, աշխատանք եւ այլն եւ այլն։ Հիմա տեսնենք սիրելի կշերքներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով, լսում եք այդ երկուսը եւ տեսնենք ինչ է ձեզ համար պատրաստել ապրիլ ամիսը 2026 թվականի իդեպ ասցենդենտի նշանը իմանալու համար դուք պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, եթե գիտեք ճշգրիտ ժամը, արդեն կարող եք իմանալ ասցենդենտը, կարող եք գրել, բայց ոչ թե գրեք ինչ որ ծննդյան թիվ եւ ժամ, գրեք որ ուզում եք իմանալ ասցենդենտի նշանը, թե չէ ես ինչ հասկանամ, դուք այդպես գրում եք, գրեք որ ուզում եք իմանալ ասցենդենտի նշանը, որտեղ ոմանց ես չեմ էլ առաջարկում, իրան գրում են, չոր ժամ են գրում, բայց գրեք որ ուզում եք իմանալ, կարծում եմ դժվար չի, թե չէ այդտեղ ես ինչ հասկանամ, դուք ինչ եք գրում։ Եվ փաստորեն այսօր 29-ին օրացով ասացի Նեպտունի օր, եւս 2 օր եւ մարտ ամիսը կավարտվի եւ եւս 1 օր, արդեն 1 օր անց ապրիլի 2-ին ասել է թե տեղի կունենա լուսնի խավարումը, ինչու եմ հենց այդպես կապում միտքը, որովհետև հենց ձեր նշանում է լինելու լիալուսինը, սիրելի կշերքներ, Հայաստանի ժամանակով 6:11:46, արևև լուսինը կհակադրվեն 13 աստիճանում եւ կշերքի նշանում ուշադիր, կշերքի նշանում լուսինը կգտնվի 13 աստիճան, մտեղ հենց տեղի կունենա լիալուսինը, որը կվերաբերի պարտներին, դա կարող է լինել գործնական, դա կարող է լինել անձնական եւ ոմանք որոշում կկայացնեն շարունակել համագործակցությունը կամ անձնական հարաբերությունները, ոմանք փորձեն ավարտել այդ հարաբերությունները, այսպիսի մինչև ամսի 2-ը պլյուս մինուս 1-2 օր, պլյուս մինուս չէ, հնարավոր նաև մինուս, այնպես որ այս որոշումը կլինի, բայց ես ձեզ հուշեմ նաև հետևյալը, որ գիտեք ճիշտ որոշում կայացնելը նա կլինի, որ դուք որոշում չկայացնեք, շատ այդպես հետաքրքիր է հնչում, բայց ինչու, որովհետև հիմա դուք էմոցիաների ազդեցության տակ կարող եք անել ոչ ճիշտ կանխատեսում չէ որոշում, ոչ ճիշտ որոշում կարող եք ներկայացնել, ուստի ես ձեզ խորհուրդ կտամ, որ եւս սպասեք 15 օր, կես ամիս, հա, եւ դրանից հետո նոր կայացնել որոշում, այսինքն մեծ հաշվով ինչ որ բան չեք կորցնի, եթե եւս 15 օրով երկարացնեք այդ հարաբերությունները եւ այդ ժամանակ շատ ավելի ճիշտ կլինի, դուք ճշմարտությունը կիմանաք եւ պետք չի շտապել, սա իմ խորհուրդը ձեզ, որոշում եք ինքներդ եւ այսպես հաջորդը դա նորալուսինն է, եւս ուզում եմ նշել, տեղի կունենա ապրիլի 17-ին Հայաստանի ժամանակով 15:51:36, արևև լուսինը կմիավորվեն 28 աստիճանում եւ դա ձեր հակադիր նշանում է, պարտների նշանում է, տեսնում եք, ուրեմն մինչեւ ամսվա կես, ինչպես որ ասացի, ուրեմն փորձում եք որոշում չկայացնել, արդեն 17-ին այստեղ նոր որոշում ճիշտ կլինի, այդ ժամանակ նոր որոշում կայացնեք,
այդպես եւ գիտեք ինչն է հետաքրքիր, նայում եմ մեկնաբանությունը, մեկ էլ ինձ գրում են երբ է լինելու լիալուսինը, ու դու զարմանում ես էլի, դու հետաքրքիր իրանք նայել են հաղորդումը, լսել են, չեն հասկացել, թե չեն լսել, երբ դու պարզ ասում ես, որ այսինչ օրը լինելու է լիալուսինը, այսինչ օրը լինելու է նորալուսինը, քեզ հարցնում են երբ է լինելու լիալուսինը, այսենց հաջորդ կարևոր իրադարձությունները դա այն է, որ Մարսը, Մերկուրին, Վեներան եւս փոխելու են իրենց նշանները եւ Արևը եւս փոխելու է իր նշանը։ Թերևս կարևոր իրադարձությունը դա Ուրանի փոփոխությունն է, Ուրանը այլևս 1 ընդ միշտ կմտնի երկվորյակի նշան եւ այստեղ 7 տարի կհաստատվի այդտեղ, դա ասում է այն մասին, որ դուք միանշանակ հատկապես ասցենդենտով, կշարքներ այլ երկիր, այլ քաղաք, ավելի հաճախ կգաք, այսպես կարող է դա լինել ուղղակի շրջագայություն, դա կարող է լինել անձնական թեմայով, աշխատանքի հետ կապված կարող է գնալ մեկ այլ քաղաք կամ մեկ այլ երկիր, այդպես ավելի հաճախ կլինի դա ձեզ մոտ առաջիկա 7 տարում, այնպես որ սա սիրելիներս նկատի ունեցեք եւ չմոռանա մի կարևոր բան, դուք 3-րդ տեղից ուրեմն հետընթաց եք ունեցել դեպի 5-րդ տեղ եւ հիմա տեսնենք այս անգամ կգնաք առաջ, թե նորից կզիջեք առույցներին եւ ձկներին, ահա այսպիսի 3-րդ տեղից 5-րդ տեղ եւ տեսնենք ինչպես կդրսևորվեք։ Տեսեք, ասացի, որ նաեւ արևն է դուրս գալու խոյի նշանից եւ 21-ին ինքը 20-ին, ավելի ճիշտ 20-ին ինքը մտել էր խոյ եւ բարձրակետում էր գտնվում եւ հիմա էլ գտնվում է, իսկ արդեն ապրիլի 20-ին այդտեղից դուրս կգա եւ կմտնի ցույլի նշան, այստեղ ձեր ֆինանսներն են։ Իհարկե ես ասեմ, սիրելի կշարքներ, որ միգուցե ապրիլի վերջից կամ ապրիլի կեսերից դուք արդեն այստեղ գիտեք, ձեզ մոտ ֆինանսները ասենք կամ հավաքվում են, հետո այդ ինչ պատճառներով դրանք նորից ծախսվում են, հետո նորից հավաքվում, նորից ծախսվում, այսինքն այդպես ինչ որ ստաբիլ վիճակ չկա վերջին տարիների ընթացքում, անընդհատ ինչ որ եւ գալիս է եւ արագ գնում է, անկանոն է շարժը, ես կարծում եմ ավելի ճիշտ այսպես ասեմ, խոստանում եմ ձեզ, որ մայիսից կամ միգուցե ապրիլի կեսերից, ավելի ստույգ մայիսին ասենք, մայիսից արդեն շատ ավելի կոնկրետ կլինի, այդպես արագ չի փոփոխվի եւ այլ նպատակների համար կծախսեն գումարը, բոլոր դեպքերում արագ փոփոխություն ֆինանսների չի լինի, այսինքն դուք ինչ որ տևական ժամանակ կկարողանաք ձեր գումարները տնտեսել, միգուցե նաև շրջագայություններ լինեն կամ ինչ որ այդտեղեր գնալու, բայց համենայնպես այդ տեմպը ստանալու ծախսելու ավելի շատ այդ տեմպը կկոտրվի ինչ որ առումով, ինքը կկոտրվի եւ գիտեք նաեւ ուզում եմ նշել, որ ապրիլի վերջերին նաեւ ամուսնության այստեղ թեման կշահարկվի, կխոսվի, իհարկե պլյուս մինուսով, համարենք 20-ից արդեն դա կսկսվի եւ ուրեմն խոսակցություններ կլինեն եւ շատ հնարավոր է, որ 20-ից հետո շատ կտրուկ հարաբերությունները փոխվեն, ուրեմն դրական թե բացասական, ուրեմն դա ձեր անձնական քարտեզը ցույց կտա, ես չեմ կարող ասել, որովհետեւ դա սխալ կլինի եւ գիտեք շատ հիմա նաեւ նշեմ, որ ուրեմն շատերի մոտ իհարկե իրենց նորից անձնական քարտեզի լարվածությունը մեծ աշխատանքի փոփոխության մասին խոսակցություններ կարող են լինել, այստեղ էմոցիոնալ խոսակցություններ, հանդիպումներ կարող են լինել կամ այնպիսի հանդիպումներ, խոսակցություն, որը ուրեմն բացասական կամ դրական էմոցիաների ուրեմն էներգիաների տակ հայտնվեք, էմոցիոնալ այդ էներգիաների տակ հայտնվեք եւ ուրեմն սխալ որոշում կայացնեք, որովհետեւ ես ինչպես որ ասացի, մինչեւ ապրիլի կեսերը որոշում կայացնելը սխալ է, որովհետեւ դա
էմոցիաներն են այստեղ խոսում, իսկ էմոցիաները կարող են տանել ուրիշ տեղ։ Այսպես հատկապես եթե դուք հնարավոր ասցենդենտի նշանով ասենք կշարքեք արևի նշանով կույս խոսքի օրինակ, հա, կամ աղեղնավոր, այստեղ միանշանակ ինտուիցիայի մասին չի խոսքը, դժվար է, հա, ու հնարավոր որ սխալ որոշում կայացնեք եւ դժվարությունը հենց դրանումն է, չգիտեմ կարողացա բացատրել, երևի մի քիչ բարդ կլինի, ինչևէ շատ կարևոր է նաև որ դուք հիմա ձեր այսպես համադրեք երկու նշանները լսեք, ինչպես ես միշտ ասում եմ, շատ պարտադիր է որ դուք լսեք եւ ձեր ասցենդենտի նշանը եւ ձեր արևի նշանը, այդ երկուսը միացնեք, նոր այդ ժամանակ ավելի ամփոփ, ամբողջական պատկերը կստանաք, իսկ այսպես մի նշան լսելով երբեք չեք կարող հասկանալ, այսինքն եթե ձեր մյուս նշանը լինի ջրի նշան, լինեք ձուկ, խեցգետին, կարիճ, այստեղ կարող են ինտուիցիան, էմոցիաները, տեսեք, էմոցիաները կարող են ձեզ ղեկավարել ու տանել ուրիշ տեղ, եթե դուք այդ երեք նշաններից որևիցե մեկն եք դրա համար, այդ երեք նշանները մասնավորապես էմոցիաներին չպետք է տրվեն, ձկներ, խեցգետիներ եւ կարիճներ, իսկ ասենք մյուս նշանները, կրակի նշանները ինչ որ առումով էմոցիաները իրենց վրա այդպես չեն ազդում, այնպես որ իրանք դրանից ազատագրված են։ Այսպես, ասենք, եթե կրակի նշան լինեք, էմոցիաները ձեզ չեն խանգարի։ Ահա, եւ իհարկե այստեղ պարտների հետ խոսակցություններ կլինեն եւ հարաբերությունների բարձում կլինի, ահա, եւ գործողությունները եւս որոշակի գործողություններ կանեք, միտված է դրան, բոլոր դեպքերում ես ասեմ, որ տրամադրություն էներգիաները ուրեմն այնպիսին են, որ արդեն ապրիլից դա կզգաք, կարող են փոխվել եւ ինչ որ առումով շատ ավելի դրական են եւ այստեղ սիրո ընտանիքի թեման ավելի ինքը գերիշխող է, այսպիսի տրամադրություն ուրեմն ընդհանուր սա է եւ երևի թե գիտեք հիմնական սա էր հիմնական ուրեմն իրադարձությունները ավելին այդպես ինքը չկան ուրիշ այլ հիմնականը դա ուրանի փոփոխությունն էր, որը իհարկե կբերի այդ տրամադրության փոփոխությունը, այն որ ինքը վերջնականապես կհաստատվի երկորյակի նշանում, դա իհարկե մենք կզգանք, ես կարծում եմ մինչև վերջնական եթե ինչ որ ծախսելիք ունեք կշարքներ դա կվերջացնեք ապրիլ ամսին եւ մայիսից արդեն հնարավոր է որ շատերի մոտ, որտեղ այստեղ կարող են տների տարբերություն լինել ըստ ձեր անձնական քարտեզի, համենայնպես շատերի մոտ արդեն աշճանաբար կսկսվի կարգավորվել իրենց ֆինանսական վիճակը, բայց համենայն դեպս այլ երկիր գնալու շատերի մոտ, հա, այլ երկիր գնալու այդ գաղափարը կամ թեման ինքը բավականին արդիական է եւ ձեր քարտեզը ցույց կտա, թե դուք որ ժամանակահատվածում այն կարող եք իրականացնել եւ այլն։ Ահա այսպեսի սիրելիներս այս իրավիճակն է եւ այսքանով ես ավարտեմ, ուրիշ այդպես մեծ փոփոխություններ մեզ չի բերում ապրիլ ամիսը եւ նշեմ, որ հաջորդ նշանը կլինի կույսը, թող պատրաստվեն կույսերը եւ կույսերը իդեպ եկել են առաջ 7-րդ տեղից 6-րդ տեղ, առաջին վեցնյակն են փակում այդպես եւ հիմա բացահայտենք թե կույսերը ինչում են իրենց մոտ ինչն է անհանգստացնում եթե սիրելի կշարքներ ձեր մոտ երկրորդ անձնավորություններ լինի գործնական թե անձնական կյանքում, այդ հարցն եք դուք ուզում պարզաբանեք, տեսնենք կույսերը ինչ հարցեր են պարզաբանելու։ Այնպես որ սիրելի կույսեր, պատրաստվեք դուք, դա է լինելու, իսկ ես կշարքներին մաղթեմ հաջողություն, գրեք մեկնաբանություններում, ինչպես է եղել, լայքեք եւ մենք կհանդիպենք արդեն հաջորդ
ամիս։ Սիրելի կշերքներ, լավ մնացեք առայժմ։